Հայաստանի Հանրապետության ցանկացած ղեկավար նախ եւ առաջ պիտի լինի հայ ժողովրդի հավատարիմ դաշնակիցը։ Ռոբերտ Քոչարյանը չի եղել հայ ժողովրդի հավատարիմ դաշնակիցը։ Ռոբերտ Քոչարյանը դավաճանել է հայ ժողովրդին։ Ռոբերտ Քոչարյանը, հեսա ասեմ, թալանել է հայ ժողովրդին իր խմբակի հետ։ Ռոբերտ Քոչարյանը 100 հազարավորների դարձրել է պանդուխտ եւ հարենազրկել է։ Ռոբերտ Քոչարյանը տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց ունեզրկել է իր կառուցած գողապետության այլանդակ պայմանների ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, որը հայտնի է որպես արյունոտ տասնամյակ աչքի ընկել են բանով, որ տասնյակ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանում, եւ այս Ռոբերտ Քոչարյանը գույք պարտքի դիմաց հայ ժողովրդին պատկանող հարստությունը տվել է Ռուսաստանին։ Ռոբերտ Քոչարյանը, հեսա կասեմ, Ռոբերտ Քոչարյանը հավատարիմ չի եղել հայ ժողովրդին։ Եվ եթե դու հավատարիմ չես քո ժողովրդին ու պատրաստ ես հավատարիմ լինել որևէ օտար պետության, դա նշանակում է, որ դու դավաճանում ես սեփական ժողովրդին եւ դու ըստ էության աճուրդի ես հանում սեփական պետությունը։ Ինչ վերաբերում է քաղաքական սպանություններին, ես ուզում եմ, գիտեք ինչ, ես նկատել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը իր շրջապատը այդպես փորձում են իրենցից կերտել որպես ինչ որ այլ ժամանակակից ղեկավարների ընդդիմադիր գործիչների իմիջ եւ շատ մարդիկ երիտասարդներ TikTok-ում, Instagram-ում, ովքեր գուցե չեն հիշում, որովհետև այդ ժամանակ նույնիսկ ծնված չեն եղել, այդ մարդկանց փորձում են խաբել Ռոբերտ Քոչարյանի արյունոտ կառավարման բանը։ Ես ուզում եմ ընդհանրապես կարճ հիշեցում տալ նաև այն մարդկանց համար, ովքեր որ մոռացել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը։ Ուրեմն Հենրիկ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, սպանվել է հրազենից իր աշխատասենյակում։ Արամ Կարապետյան, ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ, Վարամ Խորխորունի, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ, սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շքամուտքում հրազենից, բացահայտված չէ սպանությունը։ Արծրուն Մարգարյան, ՀՀ ներքին գործերի փոխնախարար, գեներալ-մայոր, սպանվել է 99-ի փետրվարի 9-ին պաշտոնական վարկածով 2 կրակոցով ինքնասպանություն է գործել։ Մի անգամ կրակելով գլխին, մի անգամ սրտի շրջանում։ Ռոբերտ Քոչարյանի այդքան բան իշխանության ժամանակ։ Վազգեն Սարգսյան, ՀՀ վարչապետ, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Կարեն Դեմիրճյան, ԱԺ նախագահ, հոկտեմբերի 27-ին է սպանվել։ Յուրի Բախշյան, ԱԺ փոխնախագահ, հոկտեմբերի 27-ին։ Ռուբեն Միրոյան, ԱԺ փոխնախագահ, հոկտեմբերի 27-ին։ Լեոնարդ Պետրոսյան, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Արմենակ Արմենակյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Հենրիկ Աբրահամյան, ԱԺ պատգամավոր, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Միքայել Քոթանյան, ԱԺ պատգամավոր, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Գագիկ Պողոսյան, ՀՀ վարչապետի խորհրդական, սպանվել է 2001-ի սեպտեմբերի 11-ին իր դռանը արմարեցված նռնակի պայթյունի հետևանքով։ Պողոս Պողոսյան, Սփյուռքահայ դաշնակցական, ով Արագած սրճարանում Ռոբերտ Քոչարյանին դիմել է եւ ասել պրիվետ Ռոբ, որի համար զուգահանում Քոչարյանի անվտանգության աշխատակիցները սպանել են Պողոս Պողոսյանին։ Տիգրան Նաղդալյան, լրագրող, հանրային հեռուստախորհրդի նախագահ, սպանվել է 2002-ի դեկտեմբերի 28-ին։ Սա Ռոբերտ Քոչարյանի իշխանության արյունոտ տասնամյակի այլանդակ վկայությունն է, այս սպանությունները չեն բացահայտվել։ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է ներքին ռեսուրսները համախմբվենք, վերականգնենք, ինչ նկատի ունի, կան մարդիկ, որոնց կիսատ թողած գործ ունի, ուզում է գա շարունակի, դա նկատի ունի, Ռոբերտ, մեծ թողես հարցերին պատասխանի։ Ո՞նց է մարդը 2 կրակոցով ինքնասպանություն գործել, մի հատ գլխին, մի հատ սրտին։ Ոնց, այսինքն ոնց է հոկտեմբերի 27, մարտի 1, ոնց են այս ամեն ինչը տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, ու ինքը դեռ էլի հիմա իրան իրավունք է վերապահում խոսապետությունից, խոսաժողովրդավարությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, եւ այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի շրջապատը փթթել է, ծաղկել է, իրենք դարձել են բան, մուլտիմիլիոնատերեր։ Չէ, մի չէ, բանն է, մեր ժամանակների Յամալն է, Քոչարյանի տղեն, տենց բանը հրաշամանուկ էր։ Տեղական հրաշամանուկ էր, եկավ դարձավ միանգամից մուլտիմիլիոնատեր, այդ ոնց։